Ախր միայն Նիկոլ Փաշինյանն ու իր խումբն են մտածում, որ խաղաղություն են բերել։ Ադրբեջանը նման պատկերացում չունի։ Ադրբեջանցիք ասում են, դեռ դու տնային առաջադրանք ունես, սահմանադրության փոփոխությունը եւ այդ հարցում քեզ շատ չեն խեղդում, որպեսզի կարողանաս կոնտրոլությունները հորով-մորով անես։ Հասկանում եք, հələ բացեք ադրբեջանական մամուլը, այնտեղ խաղաղության տրամադրություններ չկան։ Ինչ պարզաբանում է ուզում Ալիևից Փաշինյանը, երբ որ ի տարբերություն Փաշինյանի, որը չի էլ կարողանում օրինակ հստակ պատասխան տալ, այդ ճանապարհը մաքսային վերահսկողության ենթարկվելու է, թե չէ։ Նա ասում է Ալիևը շատ հստակ ասում է ինչ պարամետրերով է բացվելու այդ թրիփը կամ Զանգեզուրի միջանցքը։ Դե ինքը ասում է ձեռք չեն տալու, չեն հոտոտալու։ Ինչի է զարմանում Փաշինյանը Ադրբեջանի նախագահի ագրեսիվ կեցվածքի վրա, երբ որ անցած ամբողջ շաբաթ ինքը Փաշինյանը ոռոգել է այդ Ադրբեջանի նախագահի ագրեսիվ վարկագիծը, ոռոգել է իր հայտարարություններով, որոնք նման էին ցուսմունքի Հայաստանի Հանրապետության դեմ, երբ նա նախկին 3 նախագահներին մեղադրում էր Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս զորք տեղակայելու մեջ, այլ խոսքով Հայաստանին համարում էր ագրեսոր եւ օկուպանտ երկիր։ Դրանից հետո ինչի է զարման, ինչ իրեն թվում է նվեր է տվել Ալիևին նման արտահայտություններով եւ Ալիևը ավելի կառուցողական պիտի դառնա։ Եթե այդպես է կարծում, ուրեմն միջազգային հարաբերությունից ու դիվանագիտությունից ոչինչ չի հասկանում, որտեղ նրա այդ հայտարարությունները ոչ թե խաղաղեցնում են Ալիևին, այլ ավելի են ոռոգում, ավելի են քաջալերում Ադրբեջանի նախագահի ագրեսիվ կեցվածքը։